Կիրակի վաղ առավոտից գյումրեցիները հավաքվել են Սուրբ Յոթվերք եկեղեցու բակում, անհամբեր սպասում էին Միքայել arczepiskopos Հաճապահյանի հետ հանդիպմանը։ Մեր երկրին սրբազանի նման մարդիկ ուղղակի թթվածին են։ Այս պահին քաղաքի, այսպես ասած, թոկերից մի մասը փակված է, որ սրբազանը նաև փակված է տնային կալանքի մեջ եւ քաղաքում չի շրջում։ Միքայել Հաճապահյանը տնային կալանքը կրում է Շիրակի թեմի առաջնորդարանի իր կեցավայրում։ Անցած շաբաթ դատարանը թույլատրել է սրբազանին ամեն կիրակի մասնակցել պատարագի։ Դա երևի կարոտ զգացում է, հա, սրբազանի կարոտ զգացումը փոքր-ինչ կմեղմի հավատավորների մոտ ու հոգևոր սննդի առումով էլի կկրկնվեմ միասնական աղոթքի կանգնելով, միասնաբար աղոթելով ավելի կզորանան հոգևոր առումով։ Ես Միքայել Հաճապահյանի նման սրբազան, բանիմաց, գրագետ, պատրաստված, այդ կան ամեն կողման, բազմակողմանի զարգացած եւ միաժամանակ դիվանագետ չեմ տեսել։ Մենք սովոր ենք, որ սրբազանի մասնակցության պատարագներին պետք է մասնակցենք, պետք է տեսնենք սրբազանի քայլքը Յոթվերք եկեղեցու բակում, միանայենք, խորհուրդ հարցնենք եւ երկար օրերից երկար ամիսներից հետո առաջին անգամ սրբազանը մասնակցում է պատարագին, որը բոլորիս համար շատ մեծ ուրախություն էր։ Ժամը 10-ին ոստիկանի ուղեկցությամբ հավատացյալների հոծ բազմության միջով Շիրակի թեմի առաջնորդը քայլում է դեպի Յոթվերք։ 9-ամսյա կալանավորումից հետո առաջին անգամ եկեղեցու զանգերի ղողաժների ներքո Միքայել Հաճապահյանը մտնում է այն եկեղեցի, որտեղ հոգևոր ծառայություն է մատուցել 4-րդ դարից ավելի։ Զգեստավորվելուց հետո հավատացյալներին օրհնություն բաշխելով սրբազանը նախ խոնարհվում է Սուրբ Խորանի, ապա Սուրբ Յոթվերք սրբապատկերի առջև։ Յոթվերքում այսօր նաև կալանավորված սրբազանների ազատության համար են աղոթում մարդիկ։ Եպիսկոպոս հասկացողությունը դա համարժեք է ուրեմն Աստծո առաքյալներին։ Նրանք ունեն նման համարժեքություն։ Իսկ այդպիսի համարժեքությունը եթե խոշտանգվում է, կալանվում է, ուշտեշուտ թափում է ժողովրդի վրա աստվածային բարգություն, որը ֆիզիկական աշխով տեսանելի չէ, մտքով տեսանելի չէ, բայց ասուն է դա հայտնի։ Հետո է դա մարդը հասկանում ինչ բան է եպիսկոպոս ձերբակալել, քնդակահարել եւ այլն։ Ըստ հավատացյալների, հալածանքների ու երկրային կրակների միջով են անցնում այսօր սրբազաններն ու մեր մյուս հոգևորականները։ Միքայել Հաճապահյանին արգելված է հանրային խոսք ասել ու շփվել հանրության հետ։ Կիլիկյան Հայաստանի իշխանական տոհմից սերող Միքայել սրբազանին պատարագից հետո էլ գյումրեցիները ուղեկցում են մինչև առաջնորդարան, հաջորդ կիրակի կրկին հանդիպելու հույսով։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։